Միացյալ Նահանգներ Իրան պատերազմը նոր թափ է հավաքում։ Գիշերը հուշք ու հարվածներ են հասցրել իրար երկու երկրները։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը թիրախավորել են Իրանի ռազմածովային բազաները Հորմուզի նեղուցը ականապատող փոքր հրետանավակները ոչնչացնելու համար։ Հասել է նպատակին ամերիկյան բանակը, թե ոչ, կողմերից ոչ մեկը դեռ չի հայտնում։ Ըստ իրանական Մեհր լրատվական գործակալության Վաշինգտոնի հարվածներից հետո ծովային փոխհրաձգություն է սկսվել իրանական եւ ամերիկյան ուժերի միջև։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերի հարվածներին Իրանը պատասխանել է բալիստիկ հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր արձակելով Բահրեյնում, Քուվեյթում եւ Հորդանանում ամերիկյան զորքերի ուղղությամբ։ Ամերիկյան հոփ հրթիռները իրանական հրթիռները որսալու անհաջող փորձից հետո ընկել են Բահրեյնի բնակելի թաղամասերի վրա։ Սակայն Միացյալ Նահանգների պատերազմի նախարարը լրագրողների հետ զրույցում պնդել է, թե ամերիկյան բանակը երբեք չի վրիպում։ Մենք գիտենք ինչին ենք հարվածում եւ ինչու, նրանք չեն կարող կանգնեցնել մեզ։ Փիթ Հեքսեթը սպառնացել է, որ այսօր ավելի ուժեղ հարվածներ են սպասվում Իրանին, եթե հարվածների թիրախում լինելու են կամուրջները, էլեկտրական ենթակառուցվածքները, արդյոք սա ռազմական հանցագործություն չէ քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ, հարցրել է լրագրողը։ Սա հենց այն անազնիվ հարցերից է, որոնք ես սովորել եմ լսել լրագրողներից։ Մենք տնանց ուժեղ կհարվածենք մեր պայմաններով, այնպիսի թիրախների, որոնք կբարելավեն մեր գործողությունների պայմանները եւ կթույլատնեն այն հնարավորությունները, որոնք Իրանը ցանկանում է պահպանել։ Կրկին նրանք չեն կարող մեզ էական վնաս հասցնել այնպես, ինչպես մենք կարող ենք նրանց։ Ըստ Հեքսեթի այս հարձակմամբ Պենտագոնը մեսիջ է ուղարկում Թեհրանին արագընտրություն անել պատերազմի եւ խաղաղության համաձայնագրի միջև։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը երկրի ենթակառուցվածքներին հարվածելու ամերիկյան սպառնալիքներն անվանել է անզորության նշան։ Նա ընդգծել է, Իրանը վճռական է դիմակայելու ցանկացած արտաքին ճնշման եւ սպառնալիքի։ Հիշեցրել է Իրանի կայունության գլխավոր հիմքերը՝ ազգային միասնություն, քաղաքացիների համերաշխություն, իրանցի մասնագետների գիտելիքներն ու փորձը։ Լիլիթ Գասպարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։